Նախագահ Ելցինի կողմնակիցների հաղթանակը եւ այնուհետեւ Պավել Գրաչով, Վազգեն Սարգսյան այդ հարաբերությունները եւ 95 թվականին ռուսական ռազմաբազայի պայմանագրի կնքումը, իսկ հետագայում 97 թվականին մեծ պայմանագիրի առաջին նախագահի ժամանակ եւ այնուհետեւ արդեն 2002 թվականին հապկի ստեղծումը, 2010 թվականին նախագահ Սարգսյաններ, նախագահ Մեդվեդևի ռազմաբազայի վերաբերյալ այդ արձանագրության ընդլայնումը մինչև 2049 թվականը հնարավորություն չտվեց թուրքերին քիթը խոթել Հայաստանի ներքին գործերի մեջ։ Իսկ այսօր թուրքերը Նիկոլ Փաշինյանի տեսքով եւ նրա թիմի տեսքով ստացել են մեծագույն նվեր, որը նրանք 200 տարի այս տարածաշրջանում չեն ունեցել։ Եվ յուրաքանչյուր մեր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանը պետք է լինի կամ անկախ ազգային պետություն, որը պետք է ունենա երկու բնական դաշնակից, դա Ռուսաստանն է նախ եւ առաջ եւ Իրանը, կամ պետք է դառնա թուրքական աշխարհի մաս, որը մենք չպետք է թույլ տանք։ Եռաբլուրը նրա համար չի առաջացել, որ Հայաստանը հունիսի 7-ին վերջնականապես վերածվի թուրքական աշխարհի մաս։